Իմ եղբոր հարսանիքին ես պատահաբար ականատես եղա իմ ամուսնու և իմ հարսնացուի դավաճանությանը: Ես դիմեցի եղբորս, իսկ նա միայն աչք թարթեց ինձ և ասաց. «Հանգիստ, իսկական շոուն հիմա է սկսվելու»: Իմ եղբոր Լուկասի հարսանիքը պետք է դառնար նրա կյանքի ամենաերջանիկ օրը: Այգին, որտեղ տեղի էր ունենում արարողությունը, զարդարված էր ջերմ լույսերով և սպիտակ ծաղիկներով: Բոլոր հյուրերը հիանում էին, թե որքան փայլում էր հարսը, Էմման, իսկ իմ ամուսինը՝ Ադրիանը, գրկել էր ինձ իրանից: Կարծես ամեն ինչ շուրջը կատարյալ լիներ: Բայց դեռ առավոտից նրա վարքագծում ինչ-որ բան տարօրինակ թվաց: Հաղորդագրություններ, որոնք նա թաքցնում էր, զանգեր, որոնք անմիջապես անջատում էր, հայացքներ, որոնցից խուսափում էր ամեն անգամ, երբ հարցնում էի՝ արդյոք ամեն ինչ կարգին է: Բանկետի ժամանակ ես վեր կացա՝ կողմնակի միջանցքից վերցնելու իմ բաճկոնը: Չէի սպասում այնտեղ որևէ մեկին հանդիպել, բայց անկյունում լսեցի խլացնող շշուկներ և հստակ ձայն, որը հնարավոր չէր շփոթել, երկու մարդկանց ձայն, որոնք փորձում էին թաքցնել իրենց սկանդալը: Ես սառեցի տեղում: Այնտեղ էին նրանք՝ Ադրիանը և… իմ հարսնացուն՝ Էմման: Մի պահ քարացա իմ տեսածից: Նրանք համբուրվում էին: Համբույր, որը երբեք չպետք է լիներ: Ես զգացի սրտումս սուր ցավ, զայրույթի և դավաճանության խառնուրդ: Չգոռացի, նույնիսկ չլացեցի, պարզապես հետ քայլարեցի, խոր շունչ քաշեցի և վերադարձա գլխավոր սրահ: Հուսահատորեն աչքերով փնտրելով Լուկասին, գտա նրան բարի մոտ, ընկերների հետ զրուցելիս: Երբ նա բարձրացրեց աչքերը և տեսավ իմ դեմքի արտահայտությունը, նրա ժպիտը մի պահ անհետացավ: «Լուկաս», շշնջացի ես դողալով, «պետք է խոսեմ քեզ հետ, հենց հիմա»: Նա հանգիստ վերցրեց իմ ձեռքը և տարավ ավելի մեկուսի անկյուն: Երբ պատմեցի նրան այն, ինչ հենց նոր տեսել էի, սպասում էի, որ նա կպայթի, կվազի, կկանգնեցնի հարսանիքը, ինչ-որ բան կանի: Բայց փոխարենը նա պարզապես հեռացրեց իմ մազերը դեմքիցս և նայեց ինձ այնպիսի հայացքով, որ երբեք չեմ մոռանա: Նա աչք թարթեց և հանգիստ ասաց. «Մի անհանգստացիր, քույրիկս, իսկական շոուն հիմա է սկսվելու»: Նրա խոսքերը սառեցրին արյունս: Այդ պահին լսեցինք, թե ինչպես խշշաց միկրոֆոնը, իսկ հյուրերի շշուկները լռեցին: Ինչ-որ աներևակայելի կարևոր բան պետք է տեղի ունենար: Բոլոր հյուրերը սառեցին: Սրահի մթնոլորտը փոխվեց: Կարծես այդ օրը ծանրացել էր և յուրաքանչյուր հայացք ուղղված էր բեմին: Միկրոֆոնը կայծակեց և հնչեց հաղորդավարի հանգիստ, բայց վստահ ձայնը. «Սիրելի ընկերներ, հիմա տեղի կունենա այն, ինչին դուք բացարձակապես չէիք սպասում»: Իմ սիրտն ավելի արագ բաբախեց: Բնազդաբար սեղմեցի Լուկասի ձեռքը, բայց նա միայն գլխով արեց ինձ, կարծես հաստատելով՝ այո, ամեն ինչ կբացահայտվի հենց այնպես, ինչպես պետք է: Հանկարծ Ադրիանը և Էմման դուրս եկան սրահի կենտրոն, մտածելով, որ ոչ ոք ոչինչ չգիտի: Նրանց ժպիտները ձգված էին, աչքերը լի լարվածությամբ: Բայց հանդիսատեսը լուռ էր: Եվ այդ պահին հաղորդավարը բարձրացրեց հայացքը նրանց վրա: Եվ նրա դեմքի ժպիտը տարօրինակ առեղծվածային էր: «Երբեմն ամենամեծ գաղտնիքները թաքնված են բոլորի աչքի առաջ», – ասաց նա: «Բայց այսօր ճշմարտությունը կբացահայտվի»: Ադրիանը գունաթափվեց: Էմման փոխանակեց հայացքներ նրա հետ և նրանց աչքերում բռկվեց խուճապ: Նրանք հասկացան, որ իրենց գաղտնիքը բացահայտված է, բայց դեռ ոչ ոք չէր տեսել, թե ինչ է իրականում պատրաստվում իմ եղբայրը անել: Լուկասը դուրս եկավ սրահի կենտրոն: Նա հանգիստ էր, ինչպես միշտ, բայց նրա հայացքը սուր և ճշգրիտ էր, կարծես կտրող դանակ: Նա ուղիղ նայեց ինձ և թեթևակի ժպտաց: Այդ փոքրիկ ժեստը ասում էր. «Հիմա ամեն ինչ իր տեղը կընկնի»: «Ադրիան», – ասաց նա հանգիստ, «դու միշտ կարողանում ես զարմացնել մարդկանց, բայց այսօր ինքդ կզարմանաս»: Այդ պահին ես հասկացա՝ եղբայրս չի պատրաստվում պարզապես բացահայտել դավաճանությունը: Նա պատրաստվում է ինչ-որ շատ ավելի մեծ բանի և ես
որքան էլ տարօրինակ, զգացի թեթևացում, ճշմարտությունը վերջապես դուրս կելնի, և դա կլինի արդար։ Հյուրերը շունչները պահած սպասում էին, բեմը պատրաստ էր հարսանիքի ամենաշոկային պահի բացահայտմանը։ Լուկասը խայլ առաջ արեց, և սրահը լցվեց լարվածությամբ։ Կարծես յուրաքանչյուր ձայն արձագանքում էր պատերից։ Նա կանգ առավ հենց Ադրիանի և Էմմայի առջև և հանգիստ, բայց հստակ ասաց. «Ադրիան, Էմմա, դուք պետք է բացատրվեք բոլորի առջև»։ Ադրիանը փորձեց ինչ-որ բան ասել, բայց խոսքերը կուլ գնացին կոկորդում։ Էմման գունաթափվեց, նրա աչքերը լցվեցին վախով։ Հյուրերը սկսեցին շշնջալ, ոմանք շրջվում էին փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Այդ ժամանակ Լուկասը շարունակեց. «Մենք բոլորս եկել ենք այստեղ տոնելու սերը և ազնվությունը, և եթե ինչ-որ մեկը որոշել է խախտել այդ կանոնները, ճշմարտությունը պետք է բացահայտվի»։ Եվ այդ պահին բեմի ետևի էկրանին հայտնվեցին լուսանկարներ և տեսանյութեր, պահեր, որոնք ոչ մի հյուր չպետք է տեսներ։ Այնտեղ էին Ադրիանը Էմմայի հետ, ամոթը և դավաճանությունը ֆիքսված էին առանց թաքցնելու որևէ փորձի։ Սրահը սառեց։ Շոկ, զարմանք, հետո խառնաշփոթ և շփոթմունք։ Ադրիանը փորձեց պաշտպանվել, բայց նրա արդարացումները հնչում էին դատարկ և ծիծաղելի։ Էմման փորձեց փախչել, բայց Լուկասը փափուկ, բայց հաստատուն բռնեց նրա ձեռքից, կարծես ասելով. «Հիմա ամեն ինչ վերջացավ»։ Ես անշարժ կանգնած էի, սիրտս դեռ բաբախում էր, բայց ներսում տարօրինակ թեթևացում էր։ Դավաճանության ցավը անմիջապես չանհետացավ, բայց արդարության զգացումը ջերմությամբ պատեց ինձ։ Լուկասը շրջվեց դեպի ինձ և հանգիստ ասաց. «Իսկական շոուն սկսվեց ոչ թե ինչ-որ մեկին նվաստացնելու համար, այլ որ ճշմարտությունը բացահայտվի»։ Խոսքերը հնչեցին որպես ազատագրում։ Ադրիանը և Էմման ստացան իրենց արժանի պատիժը։ Հյուրերը դանդաղորեն գնում էին։ Իսկ ես այդ օրվա մեջ առաջին անգամ զգացի ինձ ազատ։ Հարսանիքը, որը պետք է դառնար երջանկության օր, վերածվեց ճշմարտության օրվա։ Եվ թեև դա դաժան էր, հենց այդ պահին ես հասկացա. ոչ մի սուտ չի կարող մնալ թաքնված, եթե կան մարդիկ, որոնք պատրաստ են դիմակայել նրան դեմ առ դեմ։